51%-ը դեմ է Փաշինյանին, անկախ նրանից ում է կողմը, այսքանը այս ուժին է կողմը, բայց 51%-ը դեմ է Նիկոլ Փաշինյան, սա է կարևորը։ Եվ նաև միջազգային հանրության արձանագրումները չեն փոխվելու ընտրական օրենսգրքի տված հնարավորություններով։ Աշխարհում Փաշինյանի գործընկերները տեսան, որ այս մարդը մերժված է ժողովրդի մեծ մասի կողմից։ Իսկ դա որևէ կերպ ազդելու է նրանց Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքի մասով։ Միանշանակ իրենք հասկանում են, որ սա ճգնաժամացին կառավարություն է այլևս, Փաշինյանը այլևս չունի լեգիտիմություն, ամեն պահի կարող է դուրս թռնել կառավարությունից եւ ամեն պահի Հայաստանում կարող են ծայրահեղ զարգացումներ լինեն։ Այո, այն աշխարհակահաղական կենտրոնները, որոնք Փաշինյանին բերել են իշխանության եւ պահում են իշխանության, իրենք անգամ մտածել, այս հունիսի 8-ից սկսելու են մտածել եւ ես վստահ եմ արդեն մտածում են ումով փոխեն Փաշինյանին։ Իհարկե իրենք ուզում են իրենց ազդեցության տակ գտնվող որևէ գործչով փոխել Փաշինյանին եւ հիմա դուք կտեսնեք հենց կառավարությունը ձևավորվի ակտիվորեն արդեն իշխանության մեջ թևեր են ձևավորվելու արդեն բացահայտ, որովհետեւ Փաշինյանի տերերը Փաշինյանին փոխելու գործընթաց պիտի սկսեն, որովհետեւ ինքը այլևս չի ապահովում հանրային հանրության մեծամասնության աջակցություն իրենց ծրագրերի